որոշակի նշումներ անել, որպեսզի բոլորին հերթով անդրադառնանք։ Առաջին հարցս, քանի որ իմ գործընկերն արդեն հնչեցրեց Միքայել Սերբազանի գործի հետ կապված, ուզում եմ դրա տրամաբանական շարունակությունը տանել։ Տեսեք, Սերբազանի հնչեցված հայտարարությունից հետո դատախազությունը որոշում է կայացնում, այսինքն կարծիք է հայտնում, որ հանցակազմ չկա նշված հայտարարության մեջ, հետևաբար քրեական գործ նախաձեռնելու անհրաժեշտություն չկա։ Հետագայում այդ դիրքորոշումը փոխվում է եւ այս պահին արդեն դատարանով վճիռ կա, 2 տարով դատապարտված է Սերբազանը, ճիշտ է, դեռ օրինական ուժի մեջ չի մտել, ամեն դեպքում նման որոշում ունենք դատարանի կողմից, դուք էլ դա չեք մեկնաբանում։ Պարոն Պողոսյան, այսինքն ինչ է ստացվում, որ 2 տարի շարունակ քննիչները հանցավոր անգործություն են դրսևորել։ Եթե հիմա պարզվել է, որ Սերբազանը հեղաշրջման կոչ է արել եւ նա պետք է դատապարտվեր, իսկ նախկինում այլ կարծիք եք ունեցել, նշանակում է դուք գրեթե 2 տարի հանցավոր անգործություն եք դրսևորել, բայց հանցավոր անգործության համար ով պետք է պատասխանատվություն կրի։ Եթե իհարկե դուք այստեղ քաղաքական այլ ենթատեքստ չեք լսում։ Հաջորդ հարցը վերաբերում է Բագրատ Սերբազանին, մեր գործընկեր Արտուր Սարգսյանին եւ եւս 16 մեր հայրենակիցների գործին, Պարոն Պողոսյան։ Այդ օրերին եւ ձերբակալությունները կար, դուք էլ գնացել եք ՀՄԿ-ի տաղավար, ի թիվս այլ մանրամասնությունների, որոնցից ընդամենը 1 դրվագ եմ ուզում առանձնացնել, դուք ասում եք, հիշում եք Գյուլելու այդ հատվածը, դուք հստակ նշում եք, եթե անհրաժեշտություն լինի, ես ձայնագրությունը կմիացնեմ, ասում եք առանց կոնտեքստից կտրելու եւ Գյուլելը ներկայացնում եք մի իրողության մեջ, որ տեղի է ունենալու իշխանափոխություն, իշխանության զավթում, որի ընթացքում լինելու են մարդկանց գյուլելու եւ նստացնելու գործընթացներ։ Հետագայում հրապարակված ձայնագրություններով արդեն ապացուցվում է, որ որևէ խոսք չի գնացել որևէ մեկին գյուլելու, նստացնելու, հատկապես իշխանափոխության տրամաբանության ներքո։ Ավելին, այդ ձայնագրության մեջ, որը քննչականը հարիր չի համարել հրապարակել, օրինակ Հովհաննես Ավետիսյանը շատ հստակ մի նախադասություն է ասում։ Հովհաննես Ավետիսյանը եւ Բագրատ Սերբազանը այդ զրույցից, կոնտեքստից կտրված առանձին դրվագ եք ներկայացնում, որ մարդկանց գյուլելու իրավիճակ պետք է լիներ։ Ասում է ոչ մի պայմանում ոստիկաների հետ կռվի մտնել չի կարելի։ Ես ոչ հայհոյանք, ոչ խփել, ոչ որևէ այլ բան։ Ես ասել եմ ոչ որևէ բռնության նմանվող արարք։ Հիմա բառը կարող է փոխված լինի, բայց տրամաբանությունը դա է։ Այսինքն երկրորդ գլխավոր պայմանը դա է, փողոցային ոչ բռնի պայքար ունենալու համար ոստիկաների հետ չի կարելի բախման գնալ, հրել, քաշել, կռվել հետները եւ այլն եւ այլն։ Եվ Սերբազանն էլ համաձայնում է սրա հետ։ Հիմա ինձ խնդրում եմ բացատրեք։ Երբ որ դուք դա հրապարակային ասում եք, երբ որ ասում եք կոնտեքստից կտրած չի այն, որ մարդիկ պատրաստվում էին իշխանության զավթում իրականացնել մարդիկ գյուլելու միջոցով։ Հիմա դուք այս իրավիճակում ինչ պատասխան եք տալու նախ եւ առաջ մեր հանրությանը։ 18 անձեսպային կալանավորված է։ Դուք պատասխանատու պաշտոն զբաղեցնելով, ունենալով ամբողջական ինֆորմացիա ձեր ձեռքի տակ, որովհետև ես դժվար եմ պատկերացնում, որ ձեզ ամբողջական տեղեկատվությունը չի տրամադրել։ Դուք վստահաբար ունեցել եք այս ամբողջը ձեր ձեռքի տակ, բայց նախընտրել եք քաղաքական ենթատեքստով, քաղաքական դրդապատճառներով, ընդհանրապես մի նախադասություն հանել եւ ժողովրդին ահաբեկել, որ այս մարդիկ պատրաստվում են Ժորժ ջան ձեզ գյուլել, ձեզ գնդակահարել, նստացնել միայն թե իշխանություն վերցնել։ Հիմա այս պարագայում դուք պատրաստվում եք նախ եւ առաջ ժողովրդից ներողություն խնդրել, եթե չէ, խնդրում եմ բացատրեք, թե ոչ կոնտեքստից կտրված ինչեր եք ներկայացնում։ Հաջորդը։ Ես ուզում եմ ձեզ հարցնել հետեւյալ իրավիճակի մասին, վերջերս Հովանավանքում կարգալուց եղած հոգեվորականի կողմից պատարագ էր կազմակերպված, դա 2 շաբաթ առաջ էր, կարծում եմ առաջինը, 2 շաբաթ առաջ էր եւ այդ նույն օրը, Կիրակի օրը, քննիչը որոշում է կայացնում, որ 10-ից ավել հոգեվորականներ պետք է կանչվեն քննչական կոմիտե հարցաքննության։ Ես հիմա խնդրում եմ մեկնաբանեք, ինչպիսի հրատապություն էր դա, որ հենց Կիրակի օրը պետք է հենց Կիրակի օրը բոլոր հոգեվորականները պետք է ուղղակի տարածքում չլինեին։ Կիրակի օրով նման այսպես իմպերատիվ անհրաժեշտություն որտեղից էր առաջացել։
Հաջորդը երբ գնացել են խոզարկությունների հոգևորականների տանը, օրինակ Բյուրականի հոգևորականը վերջերս հարցազրույցի ժամանակ ասում է, երբ քննիչները մտան մեր տուն, իմիջիայլոց բոլոր այդ ամբողջ ընթացքում նույնիսկ երեխաների պլանշետներն են վերցրել եւ միջև հիմա չեն վերադարձրել, սա էլ խնդրում եմ մեկնաբանեք